Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք եթերը հավատարիմ մնալով իհարկե մեր խոստումին, որը տվեցինք եթերի սկզբում, որ այսօր խոսելու ենք մի շարք հետաքրքիր ու կարևոր թեմաների մասին, որոնցից հերթականը հենց հիմա կներկայացնեմ ձեր ուշադրությանը եւ այսպես հոկտեմբերի 29 սոնոգրաֆիստների համաշխարհային օրն է։ Դուք գիտեք, որ մենք իհարկե հնարավորությունը բաց չենք թողնում մեր տաղավարում առողջական եւ առողջապահական տարատեսակ հարցերին, թեմաներին անդրադառնալու համար եւ մեր այսօրվա եթերը եւս բացառություն չէ։ Ներկայացնեմ մեր հյուրին, որն արդեն տաղավարում է, ռադիոլոգ, սոնոգրաֆիստ Հայկ Մարտիկյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ շնորհավորում եմ իհարկե ձեզ նախ եւ առաջ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսել մեր թեման իհարկե ժամանակ ուղիղ եթերում իհարկե շատ չէ, բայց թեման շատ ծավալուն է, հետաքրքիր է, բայց կարծում եմ պետք է սկսենք առհասարակ պատմելով մեր հեռուստադիտողներին, թե ինչ է առհասարակ սոնոգրաֆիան, ուլտրաձայնային հետազոտությունը եւ առհասարակ ինչ սկզբունքով է այն գործում։ Սոնոգրաֆիկ հետազոտությունը համարվում է բժշկության մեջ ոչ ինվազիվ հետազոտություն, այսինքն ոչ վնասակար։ Բացատրեմ ավելի պարզ ինչպես ենք պատկերը ստանում, հա։ Սարքը արձակում է ուլտրաձայնային ճառագայթներ, ալիքներ, որոնք թափանցելով օրգանիզմ, ամեն օրգանից անդրադարձվում են դեպի սարք եւ պատկերը ստանում ենք։ Դրանից հետո արդեն գալիս է բժշկի պրոֆեսիոնալ ունակությունները, հա, կարդալ այդ պատկերը, հասկանալ վերջապես ինչ ստացանք, որի արդյունքում եւ ստացվում է ախտորոշումը։ Մենք մի շարք թեմաներ ենք քննարկում միասին մինչ հարցազրույցը սկսելը եւ հենց անդրադառնալով ձեր նշածին, կարծում եմ շատերի մոտ նաեւ միշտ այդ հարցը առաջանում է, երբ դիմում եմ մասնագետի, որպեսզի տեղի ունենա այս ուլտրաձայնային հետազոտությունը, հաճախ երբ մենք չհասկանալով իհարկե նայում ենք այդ էկրանին, շատ բարդ է պատկերացնել ինչպես է մասնագետը առհասարակ որևէ բան տարբերակում տեսնելով այդ այսպես շատ կարծես թե միատոն սև ու սպիտակ պատկերը, բայց պետք է հասկանալ օրինակ կա ինչ-որ խնդիր, թե չկա։ Դուք նշեցիք, որ այստեղ շատ կարեւոր է հենց մասնագետի դերը ինչպես է առհասարակ անցնում այս ամբողջ գործընթացը, այսինքն ինչպես եք տեսնում, հասկանում, ախտորոշում եւ որքան մեծ է պատասխանատվությունը, երբ կարծես թե ամենագլխավոր գործոնը այս դեպքում մասնագետինն է, ոչ թե սարքին է։ Միանշանակ մասնագետի կարևոր է մասնագետի պրոֆեսիոնալիզմը, բայց նաեւ շատ մեծ կարևորություն ունի սարքի հզորությունը, սարքի ոնց ասած ժամանակակից իր հնարավորությունները։ Իհարկե ես միշտ համարել եմ, որ 50-50 է մեր հետազոտության արդյունքը, այսինքն 50% պետք է ապահովի սարքը, 50% մասնագետի պրոֆեսիոնալիզմը։ Շատ վատ է լինում, երբ որ այդ 50-50-ը խախտվում է։ Այսինքն կարող է ստացվի, որ սարքը բավական հզոր չի, որպեսզի մասնագետը ստանա ճիշտ արդյունք, կամ մասնագետի պրոֆեսիոնալիզմը չի բավարարում ստացված պատկերը վերցանելու, կարդալու համար։ Այդպես։ Մենք խոսում ենք նաև այն մասին, որ շատ տարածված են սովորաբար առհասարակ առողջական ոլորտում եւ առողջապահության ոլորտում շատ տարածված են միֆերը, մենք այդ մասին մեր եթերում շատ ենք խոսում, որ մարդիկ սովորաբար ունեն այսպես որոշակի պատկերացումներ կամ հավատում են միֆերի, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Կարծում եմ, որ ձեր ոլորտում եւս միֆերը բավականին շատ են եւ թերևս ամենատարածվածը այն է, որ ինչպես դուք նշեցիք սկզբում, այդ ուլտրաձայնային ճառագայթները, որոնց մասին խոսում ենք, մարդիկ կարծում են, որ սա կապ ունի այսպես ռադիոակտիվ ճառագայթների հետ եւ գուցե վնասակար է, կարծում եմ ճիշտ ժամանակն է հերքել բոլոր նմանատիպ միֆերը։ Միանշանակ ասեմ, որ դա բացառվում է։ Սոնոգրաֆիան դա բացարձակապես անվնաս հետազոտություն է։ Ոնց կարամ հիմնավորեմ, պատկերացրեք, եթե մի բան ցուցված է հղիներին, դա արդեն կարանք համարենք, որ բոլորին ցուցված է։ Հղիներին 5 շաբաթական հղիություն կլինի, 10 շաբաթական, բացարձակական չի։ Եթե դա ցուցված է հղիներին, միանշանակ ցուցված է բոլորին։ Սա ռենտգեն ճառագայթներ չեն, այսինքն ոչ մի իոնիզացված հետևանքներ չի ունենում մարդու օրգանիզմի վրա։ Բացարձակապես անվտանգ է, միանշանակ կարող են պնդել, թող բոլոր միֆերը վերանա։ Այո, հետաքրքիր է այս դեպքում արդեն որ երբ է առհասարակ պետք դիմել մասնագետի օգնությանը, երբ է պետք հասկանալ, որ այ ժամանակն է հենց նմանատիպ հետազոտությունը անցնելու եւ ինչով է իրականում տարբերությունը այս դեպքում, երբ է պետք դիմել ուլտրաձայնային հետազոտության եւ որ դեպքերում է հենց օրինակ համակարգչային տոմոգրաֆիան կամ այլ միջոցները, որոնք նշեցիք, գուցե դրանք ավելի օգտակար են կամ ավելի ճիշտ են այդ հետազոտության դեպքում։ Միանշանակ պետք է ասեմ, որ տարին մեկ անգամ բոլորին է ցուցված հետազոտություն, անկախ տարիքից, անկախ սեռական պատկանելության, անկախ հիվանդի վիճակի, դա միանշանակ ոսկե ստանդարտ է, որ պետք է մեկ տարին մեկ անգամ առնվազն
եթե կան ինչ-որ քրոնիկ հիվանդություններ, հա, ախտորոշվել կամ պետք է ինչ-որ դինամիկ հսկողություն սահմանել, դա արդեն նշանակում է բժշկի կողմից, ավելի հաճախ պետք է արվի, կլինի 3 ամիսը 1, կլինի ամեն օրվա, կլինի 6 ամիսը 1, երբ ենք անում դինամիկ հսկողություն, երբ որ ինչ-որ բան արդեն հայտնաբերել ենք, հա, կոնկրետ օրինակ բերեմ, ասենք Վահանաձև գեղձի վրա հանգույց ենք հայտնաբերել, պետք է չափերը հսկվի միանշանակ։ Ենթադրենք որովայնից բերեմ օրինակ, լեղապարկում պոլիպ ենք հայտնաբերել, հա, չափերը ենթադրենք 3 մմ-ը, միանշանակ պետք է դինամիկ հսկողություն, չսպասենք մի տարին, հա, սկզբից գոնե 3 ամիս, 6 ամիս, եթե չափերը չի փոփոխվի, խնդրեմ, 1 տարի մեկ անգամ արդեն հետազոտենք։ Նույն միզաքարային հիվանդությունների դեպքում, հա, քար ենք հայտնաբերել, ասենք 5 մմ է, սա պետք է հսկվի, որ եթե դառնա 1 սանտիմետր կամ ինչ-որ չափի հասնի, արդեն պետք է միջամտության տակտիկան որոշենք։ Ես կարծում եմ նաև շատ կարևոր է այստեղ շեշտել, որ հաճախ մարդիկ սիրում են ինքնաբուժությամբ զբաղվել, երբեմն նաև ինքնաախտորոշմամբ, հաճախ այս ախտորոշման համար դիմում են համացանցի, մեր օրերում արդեն արհեստական բանականությունը տարատեսակ մեթոդներ են փորձում օգտագործել եւ ես սեփական փորձով կարող եմ ասել, որ եղել են մարդիկ նաև իմ շրջապատում, որոնք մտածել են, որ այ օրինակ պետք չէ դիմել սոնոգրաֆիստի օգնությանը կամ հենց այս ուլտրաձայնային հետազոտությանը, այլ միանգամից պետք է գնալ համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտվելու կամ ռենտգենի կամ այլ որևէ միջոցի փաստացի չխորհրդակցելով բժիշկի հետ, ինչ հետևանքներ սա կարող է ունենալ։ Սա ավելի շատ կարող է վնաս հասցնել մարդուն, քան օգտակար լինել։ Այսօր մի խնդիր ունենք, որ մեր պացիենտները ավելի շատ Google-ին են հավատում, YouTube-ին են հավատում, քան բժշկին, ուղղորդվում են Google-ի խորհուրդներով, ChatGPT-ի խորհուրդներով, այսօր շատ ակտուալ է այդ խնդիրը, որը մեծ հաշվով բարդացնում է բժշկի աշխատանքը, ինչի համար, որտեվ արդեն Google-ը իրան ինչ-որ բան բացատրել է, իրանք արդեն համոզվել են ինչում, ու արդեն շատ դժվար է լինում իրան հակառակը բացատրել, որ չկա նման բան կամ կա ավելի բարդ բան։ Զուտ այդ խնդիրը այս պահին ունենք բոլորի հետ։ Այդպիսի տարածված անգամ երևույթ կա չէ մեր օրերում համացանցում, երբ ծաղրում են այդ ինքնահետազոտման երևույթը եւ ասում են հաճախ երբ որոման որևէ համակարգի ենթադրենք գլխացավ է եւ դու այսպես ասում ես որ գլխացավ է տեսնես ինչ խնդիր կարող է լինել, միշտ հնարավոր ամենավատ տարբերակն է քեզ համացանցը առաջարկում, որ ամեն ինչ շատ վատ է, պետք է շտապել որևէ քայլի դիմել։ Համացանցը տանում է ամեն ինչը որ ուռուցք կա, ու մարդուն շատ դժվար է բացատրել, որ չէ նման բան չկա։ Եվ պետք է վստահել փաստացի մասնագետին։ Միանշանակ պետք է վստահել, ասեմ ինչի, որտեվ մասնագետը այդ ամեն ինչը տարիներով, փորձով սովորել է, հասկացել է, ֆիլտրել է այդ ամենը, իսկ համացանցը դա ուղղակի ամբողջական լցնում է մարդու ուղեղը, ոնց որ սահմանափակումներ առաջացնելով մարդու գլխում, հա, որ դրա էտա ու վերջ։ Իմ կարծիքով ժամանակն է, որ մի քիչ համացանցից դուրս գանք, փորձենք վստահել մասնագետներին։ Իմ կարծիքն է դա։ Ուզում եմ նաև մի փոքր խոսենք Doppler հետազոտության մասին, սրա մասին ենք հաճախ լսում, ինչ է սա եւ որն է տարբերությունը հիմնական սովորական ուլտրաձայնային հետազոտությունից։ Doppler հասկացողությունը մարդկանց մոտ, չգիտեմ, ինչ-որ բարձր բաների հետ ասոցացվում, նշեմ, որ Doppler-ը դա ուղղակի անոթների հետազոտություն է, այսինքն մենք սովորական սոնոգրաֆիայով, եթե գնահատում ենք օրգանի կառուցվածքը, դիրքը, ֆիզիկական վիճակները, Doppler հետազոտության ժամանակ արդեն տեսնում ենք, թե այդ նույն անոթը ոնց է սնուցվում, կամ ընդհանրապես որևիցե օրգան ոնց է սնուցվում, կամ կա սնուցման խանգարում, չկա, այդ անոթը ընդհանրապես աշխատում է, արյուն անցնում է, չի անցնում, հա, շատ կարևոր են դրանք։ Հեմոդինամիկ ցուցանիշներն է Doppler հետազոտությունը ընդհանուր գնահատում, որտեղ անոթ կա, Doppler հետազոտությունը ինքը իր պատասխանը ռեալ տալիս է հստակ։ Կարող է արդյոք ուլտրաձայնային հետազոտությունը սխալվել։ Մենք խոսում ենք այդ մասին, որ կարող է լինել հավանականություն եւ ինչը կնպաստի դրան։ Ամենալավ հարցն է։ Ամենալավ հարցն է, շնորհակալ եմ։ Մի շարք խնդիրներ կան, որոնք կարող են մեզ խանգարեն, հա։ Օրինակ գազի արկայությունը։ Աղիները լավ չեն գործել մարդու, հա, օրգանները սկսում են մեր համար վատ երևալ։ Այստեղ արդեն պետք է շեշտեմ, որ բժշկի պրոֆեսիոնալիզմն է շատ կարևոր, ինչի համար, որտեվ մենք համարյա միշտ բախվում ենք այդ խնդրի հետ։
երբ որ տեսանելիության սահմանափակում ունենք, հա, ի տարբերություն օրինակ ԿՏ-ի, MRT-ի, որոնք լրիվ բացառում են այդ տեսանելիության խնդիրները, ու այդ դեպքում պետք է ուղղակի պեղել դիագնոզը, այսպես ասեմ, ու մեծ հաշվով դա էլ մեր մասնագիտական այդ նրբություններն այո որակներն է, որ պետքա բժիշկը կարողանա տիրապետի դրան, ու մեծ հաշվով դա տարիների փորձն է բերում ես դրան, որ կարողանում ես այդ բոլոր դժվարությունները մի կողմ, ոնց որ ասած, թողնել ու անցնել քո գործին, պեղել այդ հաղթորոշումը։ Ինչպես է զարգանում այսօր Հայաստանում սոնոգրաֆիան, ինչ ձեռքբերումներ ունենք, ինչ նվաճումներ ունենք եւ տեխնոլոգիական առումով ինչ նոր սարքավորումներ են գուցե հասանելի, որոնք հուսով եմ հեշտացնում են նաեւ ձեր աշխատանքը։ Միանշանակ այսօր մրցավազք է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այդ մրցավազքը կա։ Այստեղ խնդիրը գնում է ավելի շատ սարքավորումների հզորության վրա։ Այսինքն կլինիկաները փորձում են ձեռք բերել ավելի հզոր, ավելի նորարար, հա, սարքավորումներ, որպեսզի կարողանան ավելի ճիշտ մոտեցումներ, ավելի ճիշտ ախտորոշումներ, հա, մատուցել բժիշկներին, որոնք մեծ հաշվով կախված են նաև մեր հետազոտության արդյունքներից։ Մեր օգնությունը մեծ հաշվով շատ մեծ է առաջնային այդ ախտորոշման ուղղակում։ Հայաստանում կարող եմ ասել, որ մեր ոլորտը շատ բարձր որակի վրա է, ինչի համար, որտեղ երբ որ շփվում ենք այլ երկրներից եկած ախտորոշումների վրա, որտեղ լղոզված ինչ-որ հետազոտության արդյունքներ կարող են լինել, կարող եմ վստահ ասել, որ մեր երկրում դա ավելի կոնկրետացվում է, ավելի հստակեցվում է, որը օգնում է առաջին հերթին մարդուն։ Մեր համար բացարձակ կարևոր չի մասնագետը ինչ կասի, ինչ կանի, հա, կարևորը պացիենտը լավ լինի, կարևորը բոլորս աշխատում ենք դրա համար։ Բժշկությունը մի օղակ է, մի շղթա է, որտեղ ամեն օղակը պետք է իր տեղում լինի, ժամացույցի պես աշխատի։ Այդ օղակներից մեկն էլ սոնոգրաֆիկ ծառայությունն է, որ պետք է ճիշտ իր տեղում լինի, իր ախտորոշումներով օգնի բժիշկներին։ Մեծ հաշվով ամեն ինչ արվում է, որպեսզի շահի պացիենտը։ Եվ վերջում ամփոփելով արդեն մեր զրույցը դուք նշեցիք այս ընթացքում, որ առնվազն գոնե տարի մեկ անգամ պետք է այս հետազոտությունը անցնել, այն գրեթե անվնաս է առողջության համար ամբողջովին, այսինքն ամբողջովին այո անվնաս է, հակացություններ որպես այդպեսին չկան, վտանգներ չկան եւ այլն։ Հետաքրքիր է ձեր մասնագիտական պրակտիկայում, հա վերջին տարիներին մենք ժողովրդական լավ խոսք ունենք, երբ ասում ենք մինչև դանակը ոսկորին չի հասնում, կարծես թե ոչ մի բան չենք ուզում նախաձեռնել, այ հետաքրքիր է արդյոք այս տրամաբանությունը դեռ գործում է եւ երբ են մարդիկ դիմում ձեր օգնությանը, երբ արդեն կա հստակ խնդիր, թե պարզապես որովհետեւ ուզում են հետազոտվեն եւ առողջ լինեն։ Մեծ հաշվով կարող եմ ասել, որ շատ գոհացուցիչ է այսօրվա ցուցանիշները, մանավանդ երիտասարդ տարիքի մարդկանց մոտ։ Ինչի համար, որտեվ եթե 50 եւ ավել տարիք ունեցող մարդիկ առաջնորդվում են ձեր ասած դանակը ոսկորին հասնելու մեխանիզմով, երիտասարդները ավելի հոգատար են իրենց առողջության նկատմամբ, որը շատ գովելի է, շատ ողջունելի է։ Դրա արդյունքում շատ հիվանդություններ վաղ են ախտորոշվում, ու ինչպես գիտենք, ինչքան վաղ է ախտորոշվում, այնքան արդյունքներն ավելի լավ են ստացվում։ Բաց թողած դեպքերում արդեն ստացվում է, որ բժիշկը մեծ հաշվով կարող է լիարժեք չկարողանալ օգնել տվյալ պացիենտին։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետաքրքիր ու կարևոր զրույցի համար, եւս մեկ անգամ շնորհավորում եմ նաեւ մասնագիտական տոնի արդիվ։ Ձեզ էլ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ հորդորում ենք հետևել սեփական առողջությանը, լինել առողջ եւ ցանկացած խնդրի դեպքում իհարկե չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել համապատասխան մասնագետի օգնությանը։ Մենք շարժվում ենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։